Բայց սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա։ Ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ։ Խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը։ Խնդրում եմ քո այսօրվա թարմ օծությունը, նորոծությունը։ Խնդրում եմ քո այսօրվա զորությամբ իջիր մեր վրա։ Օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում եմ քո ձեռքերի մեջ, քո վերահսկողության մեջ։ Ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակվասինի մեր կյանքերի վրա ու բերի գերբնական փոփոխությունը ու պատասխանը քո կամքի համաձայն։ Ամեն բան, ինչ որ քեզանից չի, Հիսուսի անունով կապում եմ ու արգելում եմ դրա ուժն ու ազդեցությունը։ Ամեն միտք, որ բարձրացած է քո կամքի դեմ, կապում եմ ու գերի եմ վերցնում ու նազանդեցնում եմ քո ոտքերի տակ, Հիսուս։ Թող ամեն ինչի վրա լինի քո վերահսկողությունը, քո կատարյալ կամքի իրականացումը։ Շնորհակալություն քո բարի, հաճելի, կատարյալ կամքի համար, որ արձակել ես մեր կյանքերի վրա քո մահով ու հարությամբ, որ ամեն բան վերափոխել ես ու անեծքը փոխել ես օրհնության, պարտությունը հաղթանակի։ Շնորհակալություն, որ դու ամեն բան քո զորավոր ձեռքով իրականացրել ու ավարտել ես։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում ու ամեն բան թող ծառայի քո կամքին ու քո փառքին Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր սրտումս մի բան կա, որի մասին ուզում եմ խոսեմ։ Անկեղծ ասած, սրա մասին դեռ վաղուց ուզում էի խոսեի, ինձ ոնց որ հասունացած չլներ, հիմա զգում եմ այդ առաջնորդությունը։ Գիտեք, ես ժամանակ առ ժամանակ խոսել եմ այն մասին, որ Հայաստանը գլուխ է ու պոչ չի, որ Հայաստանը ունի կոչում Աստծուց ու կարևոր է, որ Հայաստանը հետևի այդ կոչումին, որ չգնա իր ցանկությունների հետևից կամ իրան չպարտադրեն որոշակի բաներ, որ Աստծու կամքը չի ու Հայաստանին ուզում են տանեն դրա մեջ, որպեսզի հեռացնեն Աստծու կամքից ու դարձնեն իրանց գերին։ Գիտես, իրականում այն առաքելությունը, որ մենք ունենք Աստծուց, դա մեծ շնորհք է, շնորհ է Աստծուց։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք ոնց է Աստված արարել ու ոնց է ընթացք տվել ընդհանրապես մարդկության կյանքի ընթացքին, մենք գիտենք, որ ինքը նախընտրեց, որ Եդեմյան պարտեզը լինի այս տարածաշրջանում, որը Հայաստանի տարածքն է, հետագայում, որ մենք տեսնում ենք Մեծ Հայքը, դա Արարատյան թագավորությունում է։ Կյանքը Աստված ցանկացավ, որ սկսվի ստեղից։ Հետագայում ջրհեղեղից հետո նույնպես Աստված ցանկացավ, որ կյանքը վերսկսվի Արարատի թագավորությունից։ Նոյան տապանը իջավ Արարատի վրա։ Հետագայում, որ մենք նայում ենք, այսինքն այս երկու դրվագում հստակ երևում է Արարատյան թագավորությունը առանձնացված, որոշված երկիր է Աստծու համար։ Աստված իր ձեռքով այս տարածաշրջանում ինչ-որ բաներ է անում։ Մարդկային որևէ միջամտություն չկա։ Լրիվ աստվածային ներգործություն է, Աստված բացահայտ հայտնում է իր կամքը, որ ընտրել է այս տարածքը։ Հետագայում այս տարածքից Աստված Աբրահամին ասում է, որ դուրս արի քո հոր տնից ու գնա այն երկիրը, որը ես քեզ կասեմ։ Ու Աստված Աբրահամին տանելով Քանանի երկիր, հետագայում Աբրահամից ծնվում է Իսահակը, Իսահակից ծնվում է Հակոբը, Հակոբն ու Եսավը, բայց Հակոբն է դառնում օրհնություն ժառանգողը, ու Հակոբը հետո ունենում է 12 որդի, որոնք եւ Իսրայելի 12 ցեղերն են։ Աստված Հակոբի անունը փոխում է ու դնում է Իսրայել, ու 12 ցեղերն էլ արդեն Իսրայելի 12 ցեղերն են, որից առաջանում է Իսրայել պետությունը։ Ու Աստված է, որ Իսրայելի համար նախընտրում է հենց այն տարածքը, որտեղ իրան առանձնացնում է, որտեղ եւ հիմա ապրում են։ Ճիշտ է, հիմա տարածքը այն չափով չի, ոնց սկզբնական Աստված տվել էր, բայց այդ հատվածում է, որտեղ որ Աստված որոշեց, որ Իսրայել պետքա ստեղծի, Իսրայելին պետքա տա օրենք Մովսեսի ձեռքով, հետագայում, որպեսզի Հիսուսը գա Իսրայել։ Սա Աստծո գերբնական
միջամտությունն է իրավիճակի մեջ իր բացահայտ կամքը, որ ինքը ուզում է ցույց տա ու հայտնի։ Այսինքն ստեղից տեսնում ենք, որ Աստված ընտրում է Աբրահամին ու Աբրահամից սերունդ է ստեղծում, որը եւ Իսրայել պետությունն է։ Դրա համար ասում ենք Իսրայելը ընտրված է։ Ընտրված էր Աբրահամը, իրանից ստեղծվողը, այդ սերունդն է, որը նույն օրհնության մեջ է։ Ու Աստված Հիսուսին պատրաստում էր, որ գա Իսրայել, որպեսզի Իսրայելի կյանքում բերի այն փոփոխությունները, որը որոշել էր, Իսրայելին համարում էր իր հարսնացուն, կինը, բայց Իսրայելը կռապաշտության արդյունքում, աննազանդության արդյունքում չընդունեց Հիսուսին, մերժեց այն փրկությունը, որ Աստված ուղարկել էր, անարգեց, խաչեց, հարությունից հետո նույնիսկ մերժեց, ու դրանից հետո այն բոլոր մարգարեությունները, որ Հիսուսը ասում էր Իսրայելի վրա, որ իրանց վերաբերմունքի պատճառով իրանց կյանքերի վրա կգա անեծքը, Աստված զգուշացնում էր Հիսուսի միջոցով, որ նման վերաբերմունքով իրանք անեծք են ժառանգելու։ Դա տեղի ունեցավ հետագայում։ Ու դրանից երևում է, որ նաև իրականացավ այն մյուս խոսքը, որ Աստված ասում էր Իսրայելին, որ ձեզանից կվերցնեմ օրհնությունը, անջանիկությունը ու կտամ ուրիշ ազգի։ Այսինքն այն առաքելությունը, որ տրված էր Իսրայելին, Աստված ասեց, որ կտամ ուրիշ ազգի։ Հետագայում մենք տեսանք, որ Իսրայելը Հիսուսին չընդունեց, իր առաքյալներն էին հրեա բոլորը, որոնց պատվիրված էր նախ Իսրայելում քարոզել, բայց ինչքան որ քարոզեցին, հետագայում երբ որ հալածանքները սկսվեցին, բոլորը փախան Իսրայելից, ու Իսրայելը ընտրեց ապրել առանց Հիսուսի, ու իրանք բնական է չէին կարող իրականացնել այն խոսքը, որ Աստված տվել էր, որ գնացեք ազգերի մեջ, բոլորին քարոզեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, տարածելով Աստծո արքայությունը։ Այսինքն այն առաքելությունը, որը տրված էր աշակերտներին, որոնք հրեա էին, որոնք պետք է նախ Իսրայելը վերափոխեին ու դարձնեին քրիստոնեական, Իսրայելը իրանց բոլորին վտարեց, անարգեց, ծեծեց, որոշներին սպանեց, իր երկրից վտարեց, իր սիրտը փակեց Հիսուսի առաջ ու մերժեց այն ուղերձը, որ Աստված ուներ իր համար, մերժեց այն կոչումը, որ Աստված իրան կանչել էր, այն առաքելությունը, որ Իսրայելի միջոցով պետք է աներ ու դառնար ազգերի օրհնությունը։ Բայց հետաքրքիր է, որ խոսքը ասում է, որ դա Աստված արեց, որ խստացրեց Իսրայելի սիրտը, որ Իսրայելը չընդունի Հիսուսին։ Հա մի կողմից ասեց, որ Իսրայելն է ընտրվածը, որ պետքա ազգերի մեջ տանի փրկության ավետարանը ու տարածի Աստծո արքայությունը, մյուս կողմից էլ խստացրեց Իսրայելի սիրտը, որ Իսրայելը դա չանի, ու դա դառավ պատճառ, որ հետագայում այդ ժառանգությունը, այդ օրհնությունը, որը պետքա Իսրայելը իրականացներ իր առաքելությունը, դա անցավ Հայաստանին։ Հայաստանի եկեղեցին, որ կոչվում է առաքելական եկեղեցի, պատճառը այն չի, որ առաքյալներն են եկել Հայաստան ու իրանք են ստեղ բերել ուսմունքը։ Հիսուսի 12 առաքյալները իրանք բոլորները ինչ-որ տեղեր գնացին։ Թուրքիայի տարածքում գտնվող 7 եկեղեցիները, որոնք հայտնության գրքի մեջ նկարագրված են, նույնպես առաքյալների ձեռքով են բարձրացված, բայց նրանցից եւ ոչ մեկը առաքելական չի կոչվում, թեկուզ առաքյալների ձեռքով է հիմնադրվել։ Ու ելի շատ տարբեր եկեղեցիներ, որտեղ առաքյալները գնացին երկրագնդով մեկ տարբեր երկրեր գնացին ու հիմնեցին եկեղեցիներ, բայց առաքելական ոչ մեկ չկոչվեց, բայց հայկական եկեղեցին կոչվեց առաքելական, ու դա պատճառն այն չի, որ առաքյալները բերեցին այդ ուսմունքը, պատճառն այն է, որ այդ առաքելությունը, որ տրված էր Իսրայելին, Հայաստանը վերցրեց իր վրա։ Այսինքն Հայաստանը դառավ առաքելական կոչումով ուղղվածության եկեղեցի,
միսիան, որը պետք է իրականացներ Իսրայելը, Հայաստանը վերցրեց։ Իսրայելը հրաժարվեց, Հայաստանը վերցրեց։ Հայաստանը ժառանգեց մի բան, որը Իրանը չէր, բայց Աստվածը տենց կամեցավ, որ խստացրեց Իսրայելի սիրտը ու դա Հայաստանին տրվեց։ Հետաքրքիր մի բան, կյանքը սկսվում է Հայաստանից, վերածնունդը սկսվում է Հայաստանից, ջրհեղեղից հետո, Հայաստանից հետո Աբրահամը տեղափոխվում է Իսրայել, Իսրայելը Աստծո համար ստեղծվում է մի այլ նոր տարածք, ընտրված մի տարածք, ընտրված ժողովրդով, որը պետք է կատարեր Աստծո կամքը, բայց ինքը այդ ընտրված ժողովուրդը մերժում է Մեսիային ու ընդունողը դառնում է Հայաստանը, ու Հայաստանը սկսում է այդ առաքելությունը ամբողջ աշխարհով մեկ, ինչը որ պետք է աներ Իսրայելը, անում է Հայաստանը, ու ամբողջ աշխարհով մեկ կարաք տեսնեք հայկական առաքելական եկեղեցիները հիմնադրված դարեր առաջ, ու այդ առաքելությունը Հայաստանը տանում է ու տարել է, ու անդադար քարոզելով Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը հակառակվել է բոլոր այլ սուտ կրոններին, սուտ աստվածներին, բոլոր կուռքերին, ու հետո Սատանան տեսնելով, իրականում Սատանան մտածում էր, որ ինքը ունի հաջողություն, երբ որ Իսրայելը մերժեց, ինքը չպատկերացրեց, որ Աստված հատուկ Իսրայելի սիրտը խստացրեց, որպեսզի օգտագործի Հայաստանին։ Աստված շեղեց Սատանայի ուշադրությունը Իսրայելի վրա ու օգտագործեց դրան զուգահեռ Հայաստանին։ Ու Հայաստանը այդ առաքելությամբ շարժվում է մինչև այսօր։ Այդ կոչումը, որ ունի Հայաստանը, հենց դրանից է։ Դրանով եմ ասում, որ Հայաստանը ունի կարևոր դեր, նշանակություն մարդկության փրկության գործի մեջ, որ վստահված է մեզ, որ պատահական չի, որ մենք դառանք առաջին քրիստոնեական երկիրը, որը պետականորեն ընդունեց, իսկ մեզնից հետո մյուսներին ոնց որ ճանապարհ բացեց, որ իրանք շարունակեն այդ ճանապարհով գնալ ու սկսեն նույնպես իրանց երկրերում պետական կրոն հռչակել քրիստոնեությունը։ Ու սա աստվածային գերբնական մի ինչ-որ շախմատային խաղ էր երևի թե, որտեղ Աստված շեղեց Սատանայի ուշադրությունը։ Սկզբից Հայաստանի վրա էր կենտրոնացումը Հայաստանի վրայից տարավ Իսրայել, հետո Իսրայելին ասեց, որ ինքը պետքա գա այդ երկիր, որ տեղից է, որ հաղթանակը վերջնական լինելու է, ու Սատանայի ուշադրությունը ամբողջությամբ թողեց Իսրայելի վրա, ու դրան զուգահեռ օգտագործեց Հայաստանին։ Գիտեք, սա շատ կարևոր մի բան է, եւ Հայաստանի դերն ու նշանակությունը, եւ Իսրայելի դերն ու նշանակությունը։ Ու հիմա Սատանան, հասկանալով այն վտանգը, որ կա Հայաստանից, որ արթնությունը սկսվեց Հայաստանից, տարածվեց Հայաստանից, որտեղ Հայաստանից հետո բոլորը սկսեցին ընդունել պետականորեն քրիստոնեությունը, ու այն արթնությունը, որը սպասվում է, նույնպես Հայաստանի ուսերին է Աստված դրել, մեզ է վստահել, որովհետև մենք ընդունել ենք Իսրայելի փոխարեն այդ կոչումը, այդ օծությունը մեր վրա է։ Մենք ենք, որ բացահայտում ենք բոլոր հակաքրիստոսներին ու ժողովրդին ազատում ենք գերությունից, մոլորությունից, կուրությունից։ Դրա համար Սատանան սարսափած է մեր դեմ։ Դրա համար է, որ անդադար փորձել է մեզ վերացնի։ Երբ որ հասկացավ Սատանան, թե մենք ինչ ենք անում, անդադար սկսել է իսլամի միջոցով տարբեր երկրեր օգտագործելով դարեր ի վեր Հայաստանին փորձել է վերացնի ու ջնջի, ու մինչև այսօր այդ պայքարն է գնում։ Այսինքն այն կոչումը, որ Աստված մեզ տվեց, այդ կոչումի պատճառով Սատանայի հարձակումները մեր վրա շարունակվում են մինչև այսօր, որտեղ Սատանան հասկանում է, որ քանի որ օծությունը մեր վրա, մենք ենք, որ իր գլուխը ջարդելու ենք։ Ուստեղ շատ կարևոր է, որ ժողովուրդը հասկանան Հայաստանի դերն ու նշանակությունը, այն կոչը, որ իրանց ուղղվում է, որ զինեք ու պատրաստեք մինին Արարատն ու Ասքանազը, որ իրանք կանգնեն Հայաստանի կողքին,
որտեղ Հայաստանը միայնակ այդ պատերազմում ինքը անզոր է։ Մենք պետք է համարձակորեն ասենք ով ենք մենք Հիսուս Քրիստոսի մեջ, ու եթե նույնիսկ մեր հետ ոչ մեկ չկա, ամենակարևորը մեր հետ Աստված է, որտեղ մենք չենք ասում մի բան, որ մենք ենք ուզում մեր մասին ասենք, մենք ասում ենք մի բան, ինչ որ Աստված է մեր մասին ասել։ Իսկ եթե մեր մասին Աստված է տենց ասում, մենք այդ ենք, ինչ որ ասում է Աստված, ու կապ չունի մեր մասին ինչ կասեն մյուսները։ Բայց շատ կարևոր է, որ մենք մեր որոշումով, դժվարությանը նայելով, չհրաժարվենք մեր կոչումից ու չդառնանք սատանայի գերին, ոնց ժամանակին մենք տեսանք դա եղավ Եսավի կյանքում։ Ոնց Իսրայելը հրաժարվեց իր կոչումից ու մենք վերցրեցինք, չլինի թե մենք էլ հանկարծ ինչ-որ պատճառով հրաժարվենք ու կորցնենք։ Ու ես գիտեմ, որ այն առաքելությունը, որ մենք դարեր ի վեր տարել ենք, դա արդեն իսկ խոսում է, որ մենք հավատարիմ ենք Աստծուն։ Աշխարհով մեկ սփռված են հայկական առաքելական եկեղեցիները, որը ապացույցն է, որ Հայաստանը վերցրել է ուղերձը ու տալել է Աստծո արքայությունը ազգերով մեկ։ Ու մենք այս միսիան դեռ չենք ավարտել։ Մենք սրա մեջ պետք է շարունակենք անել այն, ինչ որ մեզ Աստված տվել է։ Աստված սա տալով տվել է նաև զորություն, պաշտպանություն, օծություն։ Շատ կարևոր է, որ մենք չվախենանք արտաքին ուժերի ազդեցությունից, չվախենանք իսլամից, չվախենանք այլ ուրիշ սուտ աստվածներից։ Իրանք կանգնած են մեզ ոչնչացնելու մեր կոչումի պատճառով։ Մենք ուզած-չուզած այս մարտահրավերը ընդունել ենք։ Մենք պետք է արդեն կռվենք։ Հոգևոր պատերազմը պետք է վարենք ու հաղթենք, քանի որ Աստված մեզ կանչել է այդ հաղթանակի մեջ։ Դրա համար հարազատները շատ կարևոր է, որ մենք մեր որոշումով որոշում կայացնենք Աստծո կամքի մեջ մնալու, հավատարիմ մնալու մինչև մահ, մինչև վերջ։ Ու Աստված է, որ բերելու է հաղթանակը իր զորավոր ձեռքով մեր ճիշտ որոշման արդյունքում։ Մենք դժվարության պատճառով չպետք է խոնարհվենք սատանայի առաջ։ Սատանան նեղության մեջ Հիսուսին մոտեցավ, ասում էր խոնարհվի իմ առաջ, ու ես քո հարցերը հեշտությամբ կկարգավորեմ։ Հիսուսն ասեց. ես կանչված չեմ քո առաջ խոնարհվելու, Սատանա, ես կանչված եմ իմ Տեր Աստծո առաջ խոնարհվելու։ Ես իրա ծառան եմ։ Նույն ձև այսօր մենք շատ կարևոր է, որ անկախ ամեն ինչից հաստատուն մնանք ու հռչակենք ազգովի, որ մենք Հիսուսի հետևորդն ենք ու իր կամքը կատարողն ենք այս երկրի վրա, անկախ արտաքին վտանգներից։ Գիտեք, մահը ինքը բաժանում է ժամանակավոր, ֆիզիկական բաժանումը դա չի նշանակում, թե հոգին մեռավ, հոգին անմահ է։ Շատ կարևոր է, որ մեր հոգին լինի Աստծո հետ հավիտենականության մեջ, մեր արած ճիշտ ընտրության արդյունքում։ Աստված է, որ վարձահատույց է լինում հավատարիմներին։ Աստված է, որ օրհնում է հնազանդներին։ Աստված է, որ ասում է, որ իր բարկությունը կա անհնազանդության որդիների վրա։ Ու երբ որ խոսում է անհնազանդության դատաստանի մասին, ինքը խոսում է նոր ուխտում Հիսուսի խաչվելուց, հարությունից հետո, երբ որ արդեն հաղթանակը կայացած ավարտած էր, բայց Աստված շարունակում է իր ժողովրդից պահանջել, որ իր հանդեպ լինեն հավատարիմ, չգնան կռապաշտության մեջ, ուրիշ սատանայական ուսմունքների առաջ չխոնարհվեն, այլ օտար ուսմունքների մատուցած աստվածներին իրանց վրա Աստված չկանչեն։ Աստված շատ նախանձոտ Աստված է ու կռապաշտությունը ինքը համարում է շնություն։ Կռապաշտությունը դա դավաճանություն է։ Ու շատ կարևոր է, որ մենք
ամեն գնով հավատարիմ մնալով այն բոլոր մարդկանց, ովքեր որ սխալ ուսմունքների մեջ են, սխալ աստվածների ազդեցության տակ են, իրանց բերելով ավետարանի փրկությունը, լույսը, իրանք կարանան զանազանեն, տարբերեն ու ընտրեն Հիսուս Քրիստոսին։ Մենք մարդկանց այդ գերությունից ազատողն ենք, մենք խավարի վրա լույսը տանողն ենք, մենք չպետք է մեր դժվարության պատճառով հրաժարվենք մեր կոչումից ու խոնարհվենք այլ սուտ աստվածների առաջ կամ սուտ գաղափարների առաջ, որ մեզ պարտադրում են որոշակի երկրեր։ Մենք գլուխ ենք, մեզ ոչ մեկը չպետք է զրկի մեր իրավունքներից, եթե ինքներս հանկարծ ինքնակամ չհրաժարվենք, ու շատ կարևոր է, որ մենք երբևէ դա չանենք։ Ու երբ որ սրա մասին խոսում եմ, սա արդեն իսկ նշանակում է, որ Աստված ուզում է, որ իր կամքի գիտությունը ամբողջ Հայաստանը, հայ ժողովուրդը իմանալով, հասկանալով հավատարիմ մնա Հիսուսին, հենց այդ ճիշտ ընտրությունը անելով։ Աստված է, որ մեր փոխարեն դատաստան է տեսնելու մեր հակառակորդների հետ, ովքեր որ փորձում են մեզ Աստծու կամքից հեռացնեն։ Եկեք չնայենք որևէ գերտերության, որևէ ղեկավարի, որը իր շահերից ելնելով իր կամքն է փորձում պարտադրի մեզ։ Եկեք մենք հավատարիմ մնանք Հիսուսին, ու նույնիսկ եկեք մեր ղեկավարությանը չնայենք, որ այսօր կա Հայաստանում, եթե նույնիսկ իրանք անում են սխալ ընտրություն, մեր ժողովրդի իրական ընտրությունն է շատ կարևոր։ Մի քանի օր առաջ ապրիլի 24-ին, երբ որ ցեղասպանության հիշատակն էր նշվում, հայ ժողովուրդը իր մասնակցությամբ բացահայտորեն ցույց տվեց, թե ինքը ինչ արժեքներ է պաշտպանում ու ինչի համար է պայքարում։ Ու չնայած թե իշխանությունները ինչ հայտարարություններ են անում, ժողովուրդն է կարևոր, որ ցույց է տալի իրականում Հայաստանի դիրքորոշումը։ Իսկ ղեկավարները, եթե չեն անում այն, ինչ որ Աստված է ասում, իրանց փոխելը Աստծու գործն է։ Իրանց փոխելը ընդհանրապես դժվար չի Աստծու համար։ Չկա մեկը, որ հակառակվի Աստծու կամքին ու անպատիժ չմնա։ Տիրոջ դատաստանը գալիս է աննազանդության որդիների վրա։ Եկեք մենք մեր ճիշտ ընտրությամբ հավատարիմ մնալով Հիսուս Քրիստոսին չլնենք այդ աննազանդը, Աստծուն ուրացողը, որի վրա կգա Տիրոջ դատաստանը։ Մեր հավատարիմ մնալու արդյունքում, որ մենք Հիսուս Քրիստոսինն ենք, ու այն կոչումը, որ մեզ տրված է, այն առաքելությունը, որ մեզ տրված է ու վստահված է, մենք անում ենք։ Եթե կան եկեղեցիներ, որ ունեն առաքելական ուղղվածություն ու չեն ուզում իրանց առաքելությունը իրականացնեն, իրանք վտանգում են իրանց, հրաժարվելով այն կոչումից, որ Աստված իրանց վստահել է։ Եթե դուք չանեք, Աստված ձեր փոխարեն ուրիշներին կբարձրացնի, բայց լավ է, որ անեք, հավատարիմ լինեք ու Տիրոջ օրհնությունը ձեր վրա լինի ու Տիրոջ պաշտպանությունը ձեր վրա լինի։ Ես օրհնում եմ քեզ Հայաստան Հիսուսի անունով, որ դու Աստծու կամքի գիտությունը ընդունես քո սրտում, ընդունես ու հասկանաս Հայաստանի կոչումը ու բռնվես դրանից, որովհետև դա Տիրոջ խոսքն է։ Հավատարիմ մնա մինչև մահ, ու Աստված իր փառքով թող բացահայտորեն հատուցի քեզ, թող իր փառքով ծածկի քեզ Հայաստան, իր զորությունը քո վրա է, օծությունը քո վրա է, քեզ հակառակվողները գործ ունեն Աստծո հետ, քո կամքը անարգողները գործ ունեն Աստծո հետ, Տիրոջ ուղերձը անարգողները գործ ունեն Աստծո հետ։ Ես օրհնում եմ քեզ Հայաստան, օրհնում եմ քո կոչումը, օրհնում եմ Մինի Արարատի ազգանազի թագավորությունը մեծ հայքի սահմաններով Հայաստանի վերածնունդը։ Օրհնում եմ բոլոր հոգևոր առաջնորդներին, որոնք հոգևոր առումով զինում ու պատրաստում են Մինի Արարատն ու ազգանազը։ Օրհնում եմ բոլոր մարգարեների ու առաքյալների բանակը, որ ամբողջ մեծ հայքի տարածքով զորավոր ձևով ծառայելով Աստծուն, քանդելով ամեն դիվային ազդեցություն,
ամեն կուռքերի ազդեցություն, ամեն իսլամական ու սուտ աստվածների ազդեցությունը բերում են Աստծո արքայությունը, Հիսուս Քրիստոսի լույսը, փրկության ավետարանը Հիսուսի զորությամբ ու Հիսուսի ձեռքով ու մեծ հայքը բարձրացնում են Աստծո փառքի համար, Աստծո ծրագրերի համար, որպես ազգերի օրհնություն։ Օրհնում եմ քեզ Հայաստան, որ հավատարիմ մնաս կոչումիդ ու Աստված քո միջոցով փառավորվի, դառնաս իրոք ազգերի օրհնությունը։ Իսրայելի հետ Աստված վերջին օրերին կխոսի ու իրանք կվճարեն իրանց փրկության գինը։ Իրանց համար սենց նախատեսված էր, որ իրանք պետք է հիմա մերժեն, որ վերջի պահին ընդունեն։ Սա Աստծո աշխատանքն է, սա Աստծո որոշված ծրագիրն է, իր որոշված ճանապարհն է։ Ու թող Հայաստանը դառնա Իսրայելի օրհնությունը, որ Իսրայելը ճանաչի Հիսուս Քրիստոսին, լսելով այն փրկության ավետարանը, որ արձակված է Հայաստանից։ Տեր, օգտագործիր քո փառավոր հաղթանակի համար քո զորավորներին այս վերջի ժամանակներում զորավոր մեծ արթնությանդ համար, որ ամբողջ երկրագունդը ողողված լինի քո փառքով, քո փրկության ավետարանը տարածվի ու դու քո խոսքը հաստատես նշաններով ու հրաշքներով, ու թող լինի massայական ապաշխարություն ողջ աշխարհով մեկ։ Շնորհակալություն, որ դու վստահել ես Հայաստանի նման պատասխանատու առաքելություն, շնորհակալություն ժամանակին մեր պապերի համար, առաքելական եկեղեցու համար, որ իրանք հավատարմորեն կատարել են այն ծառայությունը, որ դու իրանց վստահել ես, որ դա թողել է մինչև այսօր իր ազդեցությունը։ Օրհնելով օրհնիր Հայաստանը, օրհնելով օրհնիր ողջ եկեղեցիները Հայաստանի, թե առաքելական, թե ավետարանչական, բոլոր նրանք, ովքեր որ քարոզում են ճշմարիտ ավետարանը, Հիսուս Քրիստոսի փրկության խոսքը, թող քո օրհնությունը լինի բոլոր քո եկեղեցիների վրա, Հիսուսի անունով, ամեն։